Առաջի 2 տարին չեն անցնում։ Հետո գալիս է ուրեմն առաջի 5 տարում 2 տարին 1, 5-րդ տարին արդեն 5-րդ տարուց հետո ամեն տարի են անցնում։ Ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Էդվարդ Հովհաննիսյանը թվարկում է մեքենաների տեղզնման պարբերականությունը։ Ըստ այդմ նոր մեքենան 2 տարի կարող է տեղզննում չանցնել։ Որպես կանոն 5000 դրամ լրացուցիչ գումարներ էին վերցնում։ Երկար ժամանակ դա տևեց, մոտ 2 տարի, մինչև կառավարությունը ընդունեց մի որոշում, վերջերս, որ նախ առաջի հերթին ազատականացվեց տեղզնումը իրականացնելու վերաբերյալ քաղաքացին հիմա կարող էր անցկացնել տեղզնումը ցանկացած տեղզնման կետում, հանրապետությունում անգամ։ Նախկինում, ինչպես հավաստիացնում է Էդվարդ Հովհաննիսյանը, վարորդները ստիպված էին լրացուցիչ 5-ից 25,000 դրամ վճարել տեղզնման կենտրոններին։ Կտրոն տալը վերապահում էր տեղզնման կետին։ Եվ դա այդ պահը ուրեմն չարաշահելով, ուրեմն գումարներ էին շորթում։ Կառավարության որոշմամբ հիմա վարորդները համապատասխան կտրոնը ստանում են բանկում, վճարում են մոտ 10,000 դրամ, որից 5500-ը տեղզնման համար, 2500 դրամ պետական տուրք, 1200 դրամ բնապահպանական հարկ, ևս 1000 դրամ միջնորդավճար։ Նշենք, որ մեքենան պետք է համապատասխանի 64 չափանիշի, բայց մի քանիսն է միայն պարտադիր կիրառվում։ Արգելակման համակարգն է, ղեկային համակարգը, լույսային ապակե մաքրիչները եւ անիվները։ Մենք գտնում ենք, որ դա ամենակարևոր այդ չափանիշներն են, որոնք անմիջապես ազդում են երթևեկության անվտանգության վրա։ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով մեքենայի սարքին լինելը միայն վարորդների պարտականությունն է։ Նրա համոզմամբ թեթև մարտատար ավտոմեքենաները չպետք է անցնեն համապատասխան ստուգումներ սահմանված տարին մեկ անգամ։ Դրա անհրաժեշտությունը կա միայն բեռնատարների եւ հասարակական տրանսպորտային միջոցների դեպքում։ Թամարա Գուրգենյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։